Բարեկամներ, ողջույններս, սկսում ենք Status Quo իմ հեղինակային հաղորդման հերթական թողարկումը, այսօրվա իմ զրուցակիցը քաղաքական գործիչ Անի Սամսոնյանն է, Անի, ողջունում եմ ձեզ։ Ողջույն։ Այսօր կուզեմ խոսենք եւ արտաքինից եւ ներքինից, դրանք հաճախ իրար հետ փոխկապակցված են կամ միշտ փոխկապակցված են, հատկապես Հայաստանի պարագայում, մեկը մյուսից բխող, մենք տեսանք, որ Փաշինյանը մեկնեց Վաշինգտոն եւ նորից խոսվեց խաղաղության մասին, նորից խոսվեց այն մասին, որ Տրամպի կոնկրետ կողմից հնչեց այն միտքը, որ այս մարտիկ նշելով Ալիևին եւ Փաշինյանին նույնիսկ չեն ուզում իրար հետ նստել կողք կողքի, ինչը այդպես չի, որտեղ իրենք բազմաթիվ անգամ դրանից առաջ նստել են, խոսել են ավելին քան պատերազմից հետո դրանից առաջ, բայց ինչ որ է եւ ինքը կարողացավ 32-33 տարվա խնդիրը լուծել եւ հիմա տեսեք իրանք ինչ հրաշալի հարաբերություններ ունեն, նույնիսկ իրար ողջագուրվեցին եւ այլն։ Սա ինչ է, սա իրականում իրականություն է, թե քանի որ հիմա միջազգային լրահոսը խոսում է այն մասին, որ հնարավոր է հակամարտություն, տաք հակամարտություն Իրանի ու ԱՄՆ-ի միջև եւ դա որոշակի ագրեսիայի էլեմենտներ է պարունակում, դրա ֆոնին Տրամպը փորձում է ցույց տալ, որ ինքը ստեղծել է խաղաղության կոմիտե եւ աշխարհում կա մի կետ, որտեղ ինքը հաստատել է խաղաղություն, իբր թե հաստատել է խաղաղություն եւ երկու տղական, որոնք իրար հետ հաշ չեն եւ դժվար էր նրանց հաշտեցնել, ինքը այս հարցում արել է անհնարինը։ Սա բնականաբար տեղավորվում է Տրամփի խաղաղության քաղաքականության համատեքստում, բայց թե դա համապատասխանում է իրականությանը, գիտեք, մեր աշխարհում այլևս կարծես թե սահմանները ջնջվել են, որն է իրականը եւ որն է շոուն։ Այսօր ներկայացվում է ամեն ինչ որպես իրականություն, բայց մենք 2 օր հետո կարող ենք տեսնել, 2 ամիս հետո, 2 տարի հետո տեսնենք, որ դա ուղղակի շոու էր։ Դրա համար այդ ամբողջը ոնց որ ուղղված է առավելապես թաքցնելու ուժի քաղաքականությունը եւ դրսեւորվող ագրեսիան ամբողջ աշխարհում։ Եվ իհարկե ուզում նշել, որ խաղաղության կոմիտեով կարծես թե Տրամփը մարտահրավեր է նետում ՄԱԿ-ին, որովհետև մինչև այժմ ՄԱԿ-ն է եղել ամբողջ աշխարհում խաղաղության հարցերի քննարկողը եւ լուծողը, հիմա կարծես Տրամփը ոնց որ նոր ինստիտուտ է ուզում ստեղծել, դրանով ցույց տալով, որ ՄԱԿ-ը այլևս անօգուտ է եւ դրա ապացույցներից մեկն այն է, որ նաեւ շատ ինստիտուտներից Ամերիկայի Միացյալ Նահանգները դուրս եկավ Տրամփի օրոք։ Այո, այսինքն ֆինանսավորումն է կրճատում կամ ուղղակի բոյկոտում է, այսպես ասած, Եվրոպական միության երկրների մեծամասամբ դեմ են այս կառույցին եւ մենք տեսնում ենք հիմնականում եթե մեղմ արտահայտում ոչ այդքան ժողովրդավարական երկրներ են միացել այս խորհրդին։ Դա տեսանելի է, այո, եւ կարծես թե Տրամփը բոլոր միջազգային ինստիտուտներին մարտահրավեր է նետում եւ հայտ է ներկայացնում ստեղծելու իր ինստիտուտները։ Բայց սա հարց է, որ Հայաստանը այս իրավիճակում կա տենց տպավորություն ոմանց մոտ, որ Հայաստանը այլ ընտրանք չունի, ինքը չի կարող այլ բան անել, քան ուղղակի փորձել հետևել այս գործընթացներին, այս տրենդների մեջ մնալ եւ դրանով փորձել ժամանակ շահել, մի փոքր մանևրել եւ խուսափել Ադրբեջանի հետ հնարավոր էսկալացիայից, այսինքն ըստ էության վախենալով Ադրբեջանից, ունենալով ինչ որ առումով Միացյալ Նահանգներն իր կողքին, դա դարձնել որպես ռազմավարություն կամ մարտավարություն։ Գիտեք, պատերազմից հետո մենք 3 ճանապարհ ունեինք, ճանապարհային շարունակել էսկալացիան, այսինքն տեղի տալ Ադրբեջանին, շարունակել խոսել տարածքային նվաճումների մասին եւ այլն, երկրորդ ճանապարհը զիջել ամեն ինչ Ադրբեջանին, այսինքն կապիտուլացվել եւ երրորդ ճանապարհը ժամանակ շահել վերականգնվելու համար։ Իրականում հիմա մենք տեսնում ենք, որ մեր իշխանությունների քաղաքականությունն այնպիսին է, որ չես հասկանում նրանք ժամանակ են շահում, թե զիջում են։ Ժամանակ են սպանում ուղղակի։ Թե զիջում են։ Ժամանակ շահելու համար դու պետք է ունենաս խելացի դիվանագիտություն, մանևրելու մտածողություն եւ կոմպետենտություն։ Քանի որ ես վստահ եմ, մեր իշխանությունը չունի դա,
Հետևաբար վտանգն ու վախը նրանում են, որ գնացել է զիջողականության քաղաքականությամբ եւ դա տեսանելի է։ Իհարկե արևմուտքում կարծում եմ, որ այս իշխանությունները ընդհակառակը շատ խելացի են, շատ հմուտ են եւ կարողանում են մանևրել մի կողմից Ադրբեջանի, Թուրքիայի, Ռուսաստանի միջև, որպեսզի հնարավորինս մեղմացնեն, ամորտիզացնեն, այսպես ասած, հնարավոր սպառնալիքները։ Շատ հետաքրքիր է, գիտեք, չկա գերտերություն կամ չկա այդպիսի տերություն, որը փորձում է աշխարհում որևէ պետության նկատմամբ հաստատել քաղաքական, տնտեսական ազդեցություն, չկա այդպիսի պետություն, որին դուր գա ղեկավար, որը կարող է մանևրել եւ պաշտպանել իր երկրի շահերը։ Արևմուտքում գովաբանում են Փաշինյանին նրա համար, որովհետեւ Փաշինյանը ուղղակի կատարող է։ Եվ պարզ է, որ պիտի գովաբանեն եւ դրանով նաեւ փորձ անեն Փաշինյանին պահել իշխանության։ Բայց որևէ երկրին, որևէ Ամերիկայի Միացյալ Նահանգներին, կներեք Գևորգ ջան, Ամերիկայի Միացյալ Նահանգներին դուր չի գա մի երկրի ղեկավար, որը ունի իր ատամը, որը ունի իր քաղաքականությունը։ Չէ, ատամը իրենց նկատմամբ դուր չի գա, բայց ենթադրենք, եթե իրենց կարծիքով Փաշինյանը անում է մի բան, որը իրենք այդպես են մտածում, որը օգուտ է բերում Հայաստանին։ Այո, չի վնասում իրենց շահերին, բայց ոչ թե իրենք համարում են, որ Փաշինյանը լավն է, որովհետև խելոք կատարում է բոլոր իրենց ուզածը, այլ ասում են, չէ, ինքը անում է այն, ինչ որ օգտակար է Հայաստանին, ի վերջո փոքր պետության։ Իրենք պետք է այդպես ներկայացնեն, բայց դա չի նշանակում, որ իրենք գոհ են նրանից, որ Հայաստանը ունի լավ ղեկավար, Հայաստանի շահերը պաշտպանող։ Նորից եմ ասում, որևէ գերտերության ղեկավար չի ուզում տեսնել ղեկավար, որը իր երկրի շահերը կարող է պաշտպանել։ Այսինքն, երբ պետք է իր շահերի, իր երկրի շահերի տերը լինել, երբ պետք է բանակցել, երբ պետք է ասել, այստեղ բանակցել։ Իրենք պիտի Ուկրաինային չօգնեն, որտեղ Ուկրաինան լրիվ հեճուկս բոլորի շարունակում է իր գիծը պահել։ Անկախ նայած Ուկրաինայի խնդիրը այլ է, Ուկրաինան ամբողջությամբ, Զելենսկին ամբողջությամբ կախված է Արևմուտքից։ Զելենսկին անում է այն, ինչ իրեն ասում է Արևմուտքը։ Դուք կարծում եք Զելենսկին ունի հիմա իր քաղաքականությունը, ինչ որ հարցերում, այո, պայմանավորված է ընտրություններում հաղթելու եւ այս խաղից պատվով դուրս գալու խնդիրը, հա։ Այնտեղ կարող են նաև շատ այլ հարցեր լինել, ֆինանսական գործարքներ, հա, զենքի առք-ու-վաճառք եւ այլն, բազմաթիվ մութ կողմեր կան, որ մենք կարող ենք այդտեղ չտեսնել, բայց կարող ենք ենթադրել։ Ես չեմ ուզում համեմատել Հայաստանի հետ։ Հայաստանում վիճակն այնպիսին է, որ որքան էլ Փաշինյանը փորձի իրեն այդպես գեոպոլիտիկ խաղացողի տեղ դնել, միևնույն է, ստրատեգիկ, այո, միևնույն է, մենք պետք է հասկանանք մի բան, Ամերիկայի Միացյալ Նահանգների համար Հայաստանը ինքնուրույն որևէ ստրատեգիկ արժեք չունի։ Հայաստանը հիմա արժեք ունի, որովհետև Հայաստանը հարևան է Ադրբեջանին, Ամերիկայի Միացյալ Նահանգները ունի Ադրբեջանի հետ ստրատեգիկ որոշակի խնդիրներ լուծելու եւ դրա մեջ նաեւ ինչ որ չափով տեղավորվում է Հայաստանը իր նոր պրոյեկտով, որը կոչվում է TRIP։ Այսինքն 3 գործոնով է պայմանավորված ԱՄՆ-ի հետաքրքրությունը Հայաստանում։ Ոչ թե նրա համար, որ Հայաստանը լավ երկիր է, այստեղ կարելի է անել ներդրումներ, այլ առաջինը թույլատրել ռուսական ազդեցությունը, մենք ճնշման լծակ ենք, որտեղ Ռուսաստանը դեռ ունի ազդեցություն։ Մենք սահմանակից ենք Իրանին, ունենք ընդհանուր սահման, եւ մեր հարևանն է Ադրբեջանը, որը ունի վառելիք եւ որը կարող է աշխարհին առաջարկել շատ եւ այլ օգուտներ, քան Հայաստանը։ Դե դուք շատ կարևոր բաներ նշեցիք, հենց սա է հարցը, որ եթե հերվից ինչ որ մեկը նայում է քարտեզին եւ առանց էմոցիայի փորձում է հասկանալ, թե որ երկիր ինչ կարողություններ ունի, տարածաշրջանում ամենավերջի տեղը ցավոք հայտնվում է Հայաստանը։ Այո։ Հիմա այդ պարագայում ինքը ասում է, լավ, դու այդ դեպքում բայել ինչ ես ուզում, սրանց ավել։ Դու ընդհանրապես գոյատևման ռեժիմի մեջ ես, որում դու ամերիկյան, այսպես ասած, աչքի առաջ ես ամերիկացիների, դրանից լավ սցենար դժվար թե պատկերացնել Հայաստանը ըստ իրենց մեկնաբանման եւ ընկալման։ Գիտեք, իմ ասածը չի վերաբերում նրան, որ մենք չպիտի օգտվենք այդ հնարավորություններից։ Բնականաբար տարածաշրջանը փոքր է եւ եթե մենք կարող ենք փոխկապակցված հետաքրքրություն ներկայացնել ԱՄՆ-ի համար, մենք պետք է օգտվենք այդ հնարավորություններից։ Դա կլինի տնտեսական, կոմունիկացիայի, չգիտեմ, անվտանգային համագործակցության։
Խնդիրը նրանում է, որ մենք չդառնանք գեոպոլիտիկ կռվադաշտ։ Հա։ Ես իմ մտավախությունը այն է, որ պետք է լինել այնքան ուժեղ, որպեսզի կարողանալ այդ շահերը համադրել։ Ուժեղ չենք, պետք է, բայց մենք չենք։ Հենց դա է խնդիրը, որ մենք չունենք իշխանություն, որը կարող է այդ շահերը համադրել, եւ մենք շատ արագ կարող ենք ընկնել թե տնտեսական, թե քաղաքական կախվածության մեջ, եւ մենք կարող ենք դառնալ կռվադաշտ գեոպոլիտիկ ուժերի համար։ Ես մենք վաղուց ենք դարձել, եւ վերջը, երբ որ 90-ականներին ամբողջ դրվում է Ռուսաստանի տակ, նույն այդ կախվածությունները չեն, այսօր չկան այդ կախվածությունները։ Փորձի Հայաստանը ինչ-որ մի բան հանկարծ աճ եւ ձախ անել, միշտ էլ լծակներ կան Հայաստանի վրա, որ կարող են օգտագործել, երբ ուզում են, ցանկացած ձևով։ Միշտ այդ լծակները լինելու են։ Հենց սա մասը։ Հարցը նրանում է, որ թողնել, չմնալ այդ լծակների տակ, օգտագործել այդ լծակները, բայց չմնալ այդ։ Հիմա տեսեք, իշխանության տրամաբանությունը սեփական իշխանությունը պահելն է։ Բնականաբար, առաջին խնդիրն է, թիվ 1։ Դա աշխարհի բոլոր իշխանությունների խնդիրն է, ցավոք։ Այդպեսին է, ցավոք քաղաքականությունը այդպեսի բան է։ Դու առաջին հերթին քեզ ես պաշտպանելու, որպեսզի կարողանաս գոնե պաշտպանես ուրիշներին, բայց հաճախ դա չարաշահվում է եւ ստացվում է որ դու միայն քեզ ես պաշտպանում, արդեն թքած ունես մնացածի վրա։ Հիմա Հայաստանը այս իրավիճակում մտածում է, որ իշխանությունները, որ դե էս է, մենք ինչ ունենք սա է, մենք վաղը չենք դառնալու Սինգապուր կամ մեկ այլ երկիր, ունենք սա, մաքսիմալ, այո, դա սխալներ արել են եւ այլն, դե հիմա այսպես է, ինչ եք ուզում, դուք ինչ կանեիք։ Պետրոսի ոճով, բա դուք ինչ կառաջարկեիք։ Առաջարկելու միշտ տարբերակներ կան եւ այն ինչ որ ներկայացվում է Հայաստանում, մեզ բաժին հասած ամբողջ ձախողումները, սկսած պատերազմի կորուստներից, տարածքային կորուստներից, այդ ամեն ինչը փորձ է արվում ներկայացնել որպես հաջողություն Հայաստանում։ Հա, բայց չեն ներկայացնում որպես անհաջողություն, պարտություն, իրանք էլ չստացված, չկայացած անհաջողակ ձախորդ իշխանություն։ Ով տենց պիտի աներ։ Ըստ խնդիրն այն է, որ այդ հաջողության տակ շարունակվելու են մեր զիջումները։ Այսա կարևոր կետ է։ Հիմա խնդրում դա հիմնավորեք։ Հիմա ամեն ինչ լավ է, սահմանին չեն կրակում։ Այս պահին որևէ շարժ, թե դելիմիտացիայի եւ թե այլ հարցերով չկան, որովհետև առաջիկայում ընտրություններ են։ Հիմա այն ամենը ինչը որ փաթեթավորվում է հաջողություն ու վաճառվելու է ընտրողներին ընտրություններում որպես մեծ հաջողություն եւ խաղաղություն, մի հատ մեծ ժապավենով, կարմիր, դա վաճառվելու է, հիմա էլ է վաճառվում։ Այո։ Ընդ որում դա ոչ միայն վաճառվում է, գնողել ունի ինքը։ Գնողել ունի, այո։ Ով գնում է դա, վաճառվում է սիրով։ Ով կասկածում է կամ չի ուզում դա գնել, նրան փորձում է շանտաժ անել, ասելով որ օրինակ, եթե չլինի Փաշինյանը, չի լինելու խաղաղություն։ Օրինակ եկեղեցու դեմ։ Օրինակ։ Բայց մենք պետք է ռեալ հասկանանք, որ ընտրություններից հետո ֆիլմը վերսկսվելու է Ադրբեջանի հետ։ Խոսքը վերաբերում է սահմանադրության փոփոխությանը, խոսքը վերաբերվում է այսպես կոչված անկլավներին, որոնք իրավական որևէ հենք չունեն, որպես Ադրբեջանի անկլավ, բայց Ալիևի խոսքից եւ ռետորաբանությունից մենք կարող ենք հասկանալ, որ դրանք արդեն խոստացվել են վերադարձվել Փաշինյանի կողմից։ Եվ իհարկե գլխավոր խնդիրը, որին Հայաստանում դեռևս վերաբերվում են թերահավատորեն, դա Արևմտյան Ադրբեջանի ծրագիրն է եւ ադրբեջանցիների վերադարձը Հայաստան։ Սաստկացել են գնալով տեսանյութերը, որտեղ օրինակ ինչ որ ադրբեջանցիներ, ինչ որ պայմաններում հայտնվում են Հայաստանում, նկարում են տեսանյութեր, ռիլեր տարբեր ու ինչ որ բաներ են փորձում պրոպագանդել։ Ադրբեջանը ամեն ինչ փորձելու է անել եւ այս իշխանությունների օգնությամբ, որ ադրբեջանցիների արկայությունը, նրանց շարժը, նրանց գործողությունները ամեն ինչ մեզ համար Հայաստանում դառնա սովորական։ Այն ինչ որ հիմա արվում է, դա պատահաբար չի արվում։
Մենք օրինակ նայում ենք տեսանյութերով, մարդիկ նայում են, ասում են, մի մասը ջղայնանում են, թե ինչ գործ ունի ադրբեջանցին Հայաստանում, մի մասը նայում են, ասում են, դե լավ, թող իրանց համար շրջում են էլի քաղաքներում, ինչ կա դրանում վատ, խաղաղություն է, թող շրջեն։ Բայց ես ուզում եմ հարց տալ, Հայաստանի որևէ քաղաքացի կամ Հայաստանի ոչ քաղաքացի, բայց հայ կարող է գնալ Ադրբեջան, շրջել Բաքվով եւ անել նման տեսանյութ։ Իհարկե ոչ։ Դա արգելված է, այնտեղ սահմանի նույնիսկ, այսինքն նույնիսկ թռնելը դեռ մի կողմ, քեզ չեն թողնի ինքնաթիռ նստես։ Այո։ Նույնիսկ եթե թողեն ինչ որ ձևով դու հասնես այնտեղ, ցանկացած անձնագրով, նույնիսկ ոչ հայկական ազգանունով մարդուն ուղղակի չեն թողնում ներս մտնել։ Մենք քանի դեպք ունենք, որ մարդկանց ձերբակալել են ուղղակի օթական Ռուսաստանի քաղաքացիներ, Ֆրանսիայի քաղաքացիներ։ Այո, ձերբակալել են։ Եթե նույնիսկ այդ իրավական արգելքները չլինեն, ելի ոչ մի հայ չի գնա։ Գիտեք ինչու։ Որտեւ անվտանգության խնդիր է ունենալու։ Դե հա, դա աբսուրդ է իհարկե, որտեվ ի վերջո այդ պետությունները համարվում են ոչ բարեկամական մեղմ ասած պետություններ, բայց հենց սա է տարօրինակը, որ ադրբեջանցիները հայտնվում են եւ Հայաստանը էլի այդ կիսա տրեյնինգային բաների ազդեցության տակ դարձել է ինչ-որ պապից ավելի կաթոլիկ։ Այո։ Անհասկանալի տոլերանտ, որը նման պահանջ չկա աշխարհում այդ կարգի տոլերանտ լինել։ Նման աստիճան ոչ մեկ քեզանի չի ակնկալում, որ դու ինքդ քո շահերի դեմ կարող ես տոլերանտ լինել, կամ ի վերջո դու ես ընտրում էլի, թե պետք է ընդհանրապես լինել, թե չէ տոլերանտ, բայց եւ այստեղ հարցը այն է, վերաբերմունքի խնդիր կա, այսինքն այդ խաղաղության ամբողջացումը դրված է միայն մեր ուսերին, հա։ Մենք ամեն ինչ պիտի անենք։ Այո, Անի ջան, այդպես է։ Դա նշանակում է, հասկանում եք, դա վերահաստատում է այն Ալիևի այն խոսքերը, որ մենք ենք եղել ագրեսորը, հիմա մենք պետք է բոլոր ջանքերը թափենք, որպեսզի ցույց տանք խաղաղությունը։ Ասում եմ, այսպես անկես խոսակցություն բացվեց, շարունակում է իր ագրեսիվ տրամաբանությունը։ Ալիևի տրամաբանությունը եւ նաեւ այստեղ իշխանության տրամաբանությունը լրիվ նույնն է, լրիվ նույն գծի մեջ են։ Հետեւյալն է, որ դուք պարտվել եք, հետեւաբար ինչ մեր կողմից, այսինքն ադրբեջանցիների կողմից զիջման, ինչ-որ մի քայլի մասին է խոսքը, դուք հələ դեռ իրանք ասում են պիտի շնորհակալ լինեք, որ մենք ձեզ Գերմանիայի նման չկիսեցինք երկու մասի, որ մենք Նյուրնբերգյան դատավարություն չենք անցկացում, մենակ ոմանց համար ենք անում դա, բայց կուզենք բոլորին ներգրավել, սկսած առաջին նախագահից մինչև անգամ Նիկոլ Փաշինյանը։ Խոսում են դրա մասին։ Այո, հետեւաբար բոլոր հանցագործներին։ Մենք ասում ենք, ձեզ ոչինչ պարտ չենք, ընդհակառակը դուք եք մեզ պարտ, դուք օգտագործել եք մեր հողը, մեր ջուրը, մեր բարիքները, մեր ոսկին եք վերցրել, այդ հələ դուք պիտի վերադարձնեք։ Դուք պիտի շնորհակալ լինեք, որ մենք ձեզ ողջ ենք թողել։ Սա է տրամաբանությունը։ Եվ մենք խաղում ենք այդ տրամաբանության մեջ։ Այո, իշխանությունը կիսում է տրամաբանությունը։ Խաղում ենք դրա մեջ ասելով դե մենք ինչ կարող ենք անել, բայց դա երկարաժամկետ հետևանքներ է ունենալու։ Այսինքն խաղը ոնց սկսել ենք, հետո հասկանում եք այս քաղաքականությունը այնպիսի անդառնալի հետևանքներ կարող է ունենալ, որ եթե նույնիսկ իշխանություն փոխվի, այդ իշխանությունից հետո իշխանություն փոխվի, կարող է այս խնդիրների տակից դուրս չգալ։ Ադրբեջանը հենց այդպես էլ ուղիղ ասում է, որ մենք չենք կարող, նախ ասում է, որ մենք չենք վստահում, անգամ այս իշխանությանը, հետեւաբար մեզ պետք է կախվածություն ոչ թե պետք է վերընտրվեն։ Հա, որտեղ այն ինչ որ մենք ենք ուզում։ Եվ պետք է փոխել սահմանադրությունը, պետք է վերադարձնել անկլավները, որ այլևս վերադառնալու նախքին ինչ որ մի պարադիգմի հնարավոր չէ ուղղակի ֆիզիկապես, այսինքն դու բավական է անկլավը վերադարձնես, այդտեղ մտնեն ադրբեջանցիներ, փակվի տեղ ճանապարհը, հատուկ կարգավիճակ ստանա այդ հատվածը եւ այլն, վերջ ինքը երբեք նույնիսկ նորից միջանցք իհարկե իրանք նույնիսկ ջերմուկին չեն պատրաստում որևէ սանտիմետր անգամ վերադարձնել կամ կարող է սիմվոլիկ մի քանի սանտիմետր վերադարձնել, ասեն էսա մնացածը ապացուցված չի որ սա ձերն է, սա մերն է, վերջ դեմարկացիալ դելիմիտացիա ստեղով պետք է անցնի, ով է ասել որ սենց պետք է անցնի ոչ թե սենց։ Սա է ըստեղության համբույր, բայց ոնց այս ամեն ինչը հասցնենք մեր հանրությանը։ Բարդ է լինելու հասցնելը, համաձայն եմ, որովհետև մարդիկ խաղաղությունը այս պահին չափում են նրանով, որ սահմանին չեն կրակում։ Բայց միանշանակ չի, որ բոլորը հավատում են այդ խաղաղությանը, որտեվ բաց է ամեն ինչ, մարդիկ լսում են, կարդում են, տեսնում են ու իրենց մոտ հարց է առաջանում, բա լավ որ
մենք խաղաղությունն է մեր միջև արդեն, մենք ինչու ունենք օրինակ բանտարկյալներ Բաքվում, գերիներ Բաքվում։ Ասում են Ղարաբաղցին, մեզ հետ ինչ կապ ունի։ Ինչու մեր օկուպացված տարածքներից դուրս չեն գալիս։ Դե ասում եք արվի խաղաղության պայմանագիր կկնքվի, դուրս կգան։ Ադրբեջանը նման խոստում չի տվել։ Մենք տվել ենք խոստում, որ անկլավները կվերադարձնենք, բայց Ադրբեջանը նման խոստում չի տվել։ Ճիշտ եք ասում, Ադրբեջանը չի ասել ուղիղ։ Ինչը նշանակում է, որ դուրս չի գալու։ Փաշինյանը ասում է, որ եթե մենք ունենանք այդ դեմարկացիա, դելիմիտացիա, այդ հարցը կլուծվի դիվանագիտական ճանապարհով։ Ընդ որում այդ հարցերը պետք է լուծվեն մինչև խաղաղության պայմանագիր կնքելը։ Հայաստանը հասկանում եք, երբ որ կան լիքը չլուծված հարցեր, կնքել փաստաթուղթ, դա մնալու է որպես փաստաթուղթ։ Հայաստանի կարողությունը այդքան է, ինքը չի կարողանում չէ ասել կամ պայման դնել։ Որևէ պայման ինքը չի կարողանում այլևս դնել որևէ պետության առջև ընդ որում։ Դա նշանակում է, եթե դու չես կարողանում, նախ ես այստեղ կտարանջատեի Հայաստանը պայման չի կարողանում դնել, ես կասեի իշխանությունը պայման չի կարողանում։ Իրենք են ներկա։ Պարտված իշխանությունը չի կարող հաղթածի առջև պայման դնել։ Հենց այդպես է։ Դրա համար պիտի հեռանար այդ 21 թվականին այդ իշխանության պարտվածությունը լեգիտիմացվեց։ Հենց սա է ամբողջ խնդիրը, որ ժողովուրդը ինքը լեգիտիմացրեց, ոչ թե իրենք ասին, չէ, մենք դուրս չենք գալի, մենք ընտրություն չենք անում, մենք մնալու ենք այստեղ, եւ մենք շա, չէ, մենք ասին եկեք քվեթվեք, տվեցին այդ մարդկանց, վերջ, ինքը լեգիտիմացրեց։ Հիմա կարող ենք համաձայնել, որ եթե իշխանությունը նորից ընտրվի, ժողովուրդը լեգիտիմացնելու է սահմանադրության փոփոխությունը Ադրբեջանի պահանջով։ Դրանք ինչ տարբեր են, բայց լեգիտիմացնելու է անկլավների հանձնումը։ Այո։ Լեգիտիմացնելու է այն, որ Ադրբեջանը մեր տարածքներից այլևս դուրս չի գա, ուրեմն պիտի մնա մեր տարածքներում։ Մի քիչ դժվար։ Լեգիտիմացնելու է այն, որ մի օր Հայաստանում առավոտյան արթնանալու են եւ տեսնելու են, որ իրենց հարևանը ադրբեջանցի է, այսինքն լեգիտիմացնելու է ադրբեջանցիների վերադարձը Հայաստան։ Դրա համար հիմա իրենք փորձում են ադրբեջանցու այդ թշնամու կերպարը փոխել փափուկ, գեղեցիկ, սիրուն, հանգիստ այդպես կերպարի, որ ադրբեջանցու անունը չասոցացվի թշնամության, թշնամանքի հետ։ Չգիտեմ որքան դա կստացվի, բայց մարդիկ զգայական մակարդակով հասկանում են, որ մենք դեռ չունենք այդ խաղաղությունը։ Բայց հենց սա է հարցը, որ ախր ամբողջ բանն է, որ ես համաձայն եմ ձեզ հետ, ուղղակի ես ուզում եմ այլ աչքով նայել եւ տեսնել։ Եվ լավ է, որտեղ քննարկում է լավ։ Ի վերջո, եթե այդքան հասկանում են, բա ով է գնալու իրան ձայն տա։ Եթե այդքան հասկանում են բոլորը, որ այդ խաղաղություն չկա, բա ովքեր են իրան ձայն տալու։ Տալու են, չէ՞ ձայներ։ Տալու են։ Չեմ կարող ասել ինչքան, դուք էլ չգիտեք ինչքան, բայց այնպես չի, որ ինքը օրինակ 10% է հավաքելու, չէ։ Ովքեր են ձայն տալու։ Բայց միայն խաղաղության համար չէ, որ ձայներ տալու են։ Նաև խաղաղությունից հետո երկրորդ կետով գալիս է ասֆալտի կարևորությունը։ Եվ որը կենցաղային խնդիր է, բայց մարդիկ դա գնահատում են։ Նախկինում էլ 5000 կամ 10000 դրամն էր կարևոր։ Ինչն է տարբերությունը դա։ Այդ նույն ասֆալտը նախկինում էլ կար։ Բոլոր դեպքերում մարդիկ պետք է գիտակցեն, նախ չտրվեն են շանտաժին, որ եթե չլինի Փաշինյանը, Հայաստանը չունենա խաղաղություն։ Իրենք ուզում են այդ շանտաժը։ Իրենք ուզում են, որ ինչ-որ մեկը ասի, որ դուք լավ եք ապրելու, որ այլևս վերջացավ, թե ինչքանով դա իրականություն կդառնա։ Ես ասում եմ այն դեպքում, եթե ընտրելու գործոնը դա միայն խաղաղությունն է։ Հայաստանում չի առաջադրվել որևէ վարչապետի տեխնացու, որը պատերազմի կոչ է անելու կամ որ գա իշխանություն, այդ խաղաղությունը չի լինելու։ Բոլոր դեպքերում ստեղծված են այնպիսի պայմաններ, որ ինստիտուցիոնալ պայմաններ, որ ով էլ լինի իշխանության, պիտի գործի այդ պայմաններում, բայց պետք է փոխի պարզապես որոշակի խաղի կանոններ։ Դե հիմա մարդիկ սովորել են այս իշխանության խաղի կանոններին, այս խաղաղություն ծախողներին, քան թե այն մյուս խաղաղություն ծախողներին, արդյունքում իրան գնում են ընտրում են էլի այն նրանց, որ արդեն գիտեն քիչ թե շատ։ Գիտեմ, կա նման բան, գիտեն, որ ինձ թվում է պարզապես մարդիկ համոզված են, որ այդ զիջողականության քաղաքականությունը ճիշտ է եւ դա է խաղաղության միակ երաշխիքը, բայց դա խաղաղության միակ երաշխիքը չէ։ Դա ոչ միտեղ տանող ճանապարհ է, որտեղ որքան զիջեցիր, մեկ անգամ զիջեցիր, երկրորդ անգամ դու զիջելու ես միջև վերջ։ Եվ երկրից պարզապես բան չի մնալու։
Եվ հենց սա է, որ ես ուզում եի, որ մեր այս զրույցով մենք սա տեղ հասցնենք մեր լսարանին, որ ամեն ինչը այդքան վարդագույն չի եւ ոչ մի բան չի տրվում անվճար, ոչինչ հենց այդպես չեն, որևէ մեկը քեզ չի նվիրում, ինչպես եւ կյանքում, ուրեմն ինչ-որ մի բան այնպես չի, ճիշտ չի, որ քեզ այդքան ամեն ինչ թվում է գեղեցիկ, մանավանդ որ մինչեւ այդ շատ տգեղ էր ամեն ինչ, չի լինում որ չէ, մարդիկ մի օրում փոխվեն եւ դառնան հրաշալի մարդիկ։ Ձեր վերջին միտքը կուզեի, Աննա ջան, ինչպես ընտրություններին պատրաստվեն մարդիկ, ինչ հորդոր կտայք։ Առաջին հորդորս այն է, որ անպայման մասնակցեն ընտրություններին։ Եթե 2021 թվականին մարդիկ պիտի ընտրեին վատի ու վատագույնների միջև, հիմա մարդիկ հնարավորություն ունեն ընտրել վատագույնի եւ լավերի միջև, նորերի ու լավերի միջև։ Կան նոր քաղաքական ուժեր եւ մարդիկ նրանց պետք է շանս տան, որպեսզի նրանք եւս իրենց դրսևորեն։ Եվ իհարկե ես ուզում եմ հիշեցնել 2018 թվականին մարդիկ ինչի համար դուրս եկան փողոց, որովհետև Սերժ Սարգսյանը գնում էր 3-րդ ժամկետին եւ դա անթույլատրելի էին համարում։ Հիմա Նիկոլ Փաշինյանն է ուզում գնալ 3-րդ ժամկետին եւ դա անթույլատրելի է եւ մարդիկ պետք է դա կանխեն։ 21 թվականին կար ասելու որ դե չկան մարդիկ, դե ում ընտրենք, հիմա ես կարծում եմ դա այդ բոլոր թեզերը այլևս չեն, արդարացումները չեն աշխատելու, հա, կան նոր քաղաքական ուժեր, կան մարդիկ, ովքեր իսկապես արժանի են, որպեսզի իրենց վստահեն հաջորդ իշխանություն լինելու շանսը։ Եվ մարդիկ պետք է օգտվեն այս հնարավորությունից։ Անի, շատ շնորհակալ եմ։ Ես էլ եմ շնորհակալ։ Շնորհակալություն նաև ձեզ բարեկամներ, հետևեք մեր աշխատանքներին, հաջողություն ձեզ։